Մաթեմատիկան տիեզերքի լուր լեզուն է։ Այն ամենուր է մեր շուրջը, մեր կյանքի ամեն մի անկյունում։ Դա նկարագրում է, թե ինչպես է խնձորն ընկնում ծառից։ Նաև նկարագրում է, թե ինչպես են մոլորակները պտտվում հեռավոր աստղերի շուրջ։ Այս կարևոր գործիքը օգնում է մեզ հասկանալ մեր շուրջը եղած օրինաչափությունները։ Առանց այս լեզվի, տիեզերքը կմնար մի անհասկանալի առեղծված։ Մենք մաթեմատիկան օգտագործում ենք կամուրջներ կառուցելու, եղանակը հասկանալու և տեխնոլոգիաներ ստեղծելու համար։ Բայց թերևս դրա ամենամեծ բեմը տիեզերքի անծայրածիր տարածությունն է, որտեղ դրա ուժն իրոք փայլում է։ Տիեզերքի հետազոտումը մարդկության ամենամեծ ու կարևոր գործերից մեկն է։ Մենք երազում ենք աստղերին հասնելու մասին։ Ձգտում ենք հասկանալ մեր տեղը տիեզերքում։ Սրանք հեշտ գործեր չեն։ Դրանք պահանջում են հսկայական գիտելիքներ և անհավանական ճշգրտություն։ Մաթեմատիկան պահովում է այս հսկայական գործի հիմքը։ Այն բարդ խնդիրները դարձնում է լուծելի։ Այն թույլ է տալիս գիտնականներին ու ինժեներներին նախագծել տիեզերանավեր, գծել ուղղություններ և ապահովել տիեզերագնացների անվտանգությունը։ Դա այն հիմնաքարն է, որի վրա կառուցված են մեր բոլոր տիեզերական նվաճումները, մեր համարձակ ձգտումները բոլորիս համար դարձնելով իրականություն։ Շատերը տիեզերքի հետազոտման մասին մտածելիս պատկերացնում են միայն հզոր հրթիռներ ու խիզախ տիեզերագնացներ։ Սրանք, իհարկե, շատ կարևոր բաներ են։ Սակայն յուրաքանչյուր հաջող արձակման, հեռավոր աշխարհից ստացված յուրաքանչյուր զարմանալի նկարի հետևում թաքնված է մաթեմատիկական հաշվարկների մի ամբողջ սար։ Այս հաշվարկները կատարում են գիտնականների, ինժեներների և մաթեմատիկոսների նվիրված թիմերը։ Նրանք անխոնջ աշխատում են, համոզվելով, որ ամեն մանրուք հաշվի է առնված։ Արբանյակի ամենափոքր մասնիկից մինչև միջմոլորակային զոնդի մեծ հետագիծը, մաթեմատիկան այն անտեսանելի ուժն է, որն ուղղորդում է ամեն քայլ, անհնարինը դարձնելով հնարավոր։ Այս տեսանյութում մենք կճամփորդենք մաթեմատիկան տիեզերական հաշվարկների հետաքրքիր աշխարհով։ Կտեսնենք, թե ինչպես են թվերն ու հավասարումները ոչ միայն վերացական հասկացություններ, դրանք հզոր գործիքներ են, որոնք բացում են տիեզերքի գաղտնիքները։ Կբացահայտենք, թե ինչպես է մաթեմատիկան օգնում մեզ այլ մոլորակներ թռիչքներ պլանավորել։ Կտեսնենք, թե ինչպես է այն մեր արբանյակներին ուղեցրում պահում։ Կհասկանանք, թե ինչպես է այն մեզ թույլ տալիս կողմնորոշվել տիեզերքի հսկայական տարածություններում։ Պատրաստվեք տեսնելու տիեզերքը մաթեմատիկայի պարզ ոսպնյակի միջով, մեր տիեզերական հարևանության իսկապես կախարդական տեսարան։ Տիեզերք կատարվող յուրաքանչյուր ճամփորդություն սկսվում է շատ ավելի շուտ, քան հրթիռը կվառի իր շարժիչները։ Այն սկսվում է գծատախտակների ու համակարգիչների էկրաններին։ Այն սկսվում է մաթեմատիկայով։ Սա առաջին կարևոր փուլն է, այն հիմքը, որի վրա կառուցվում է մնացած ամեն ինչ։ Գիտնականներն ու ինժեներները տարիներ, երբեմն տասնամյակներ են անցկացնում, մանրամասն պլանավորելով թռիչքի ամեն մի կողմը։ Նրանք օգտագործում են մաթեմատիկական մոդելներ, տարբեր իրավիճակներ նմանակելու համար։ Հաշվում են ռիսկերն ու հավանականությունները։ Համոզվում են, որ թռիչքի նպատակներն իրագործելի են, և որ տիեզերանավը պատրաստ է դիմակայելու առաջիկա դժվարություններին։ Մաթեմատիկան հետազոտության նախագիծն է։ Մաթեմատիկական հաշվարկներն են որոշում ցանկացած տիեզերական թռիչքի հիմնական չափանիշները։ Իրատեսական է արդյոք զոնդ ուղարկել Ուպիտերի սառցե արբանյակներին։ Որքան կտևի այդպիսի ճամփորդությունը մեր այսօրվա տեխնոլոգիաներով։ Ինչ տեսակի սարքեր կարող ենք տանել։ Սրանք հարցեր չեն, որոնց պատասխանները գուշակելով են տալիս։ Դրանց պատասխանում են խիստ մաթեմատիկական վերլուծությամբ։ Այս վերլուծությունը հաշվի է առնում ֆիզիկայի օրենքները, մեր արձակման սարքերի հնարավորությունները և թիրախային վայրի առանձնահատկությունները։ Մաթեմատիկան տալիս է հստակ, օբյեկտիվ պատասխաններ, որոնք պետք են մեր տիեզերական որոնումների չափն ու նպատակը որոշելու համար հիմք դնելով բացահայտումներին։ Վառելիքը տիեզերական թռիչքներում անչափ թանկարժեք պաշար է։ Տիեզերք արձակված յուրաքանչյուր կիլոգրամը մեծ քանակությամբ էներգիա և գումար է պահանջում։ Ուստի, անհրաժեշտ վառելիքի ճշգրիտ քանակը հաշվարկելը չափազանց կարևոր է։ Շատ քիչ վառելիքի դեպքում տիեզերանավը կարող է չհասնել իր նպատակակետին կամ չկարողանալ կատարել կարևոր շարժումներ։
Շատ վառելիքի դեպքում տիեզերանավը դառնում է անտեղի ծանր, ինչը դժվարացնում ու թանկացնում է դրա արձակումը։ Մաթեմատիկոսներն օգտագործում են բարդ հաշվարկներ, վառելիքի ամենախնայողական օգտագործումը որոշելու համար, որպեսզի ամեն կաթիլ օգնի թռիչքի հաջողության ու երկար տևելուն։ Ավելին, արձակման ժամանակը չափազանց կարևոր է։ Սա հայտնի է որպես արձակման պատուհան։ Երկիրը անընդհատ պտտվում է իր առանցքի շուրջ։ Երկիրը նաև պտտվում է արեգակի շուրջ։ Թիրախ մոլորակը կամ երկնային մարմինը նույնպես անընդհատ շարժման մեջ է։ Նպատակակետին արդյունավետ հասնելու համար տիեզերանավը պետք է արձակվի հենց այն պահին, երբ այս երկնային մարմինները շահեկան դիրքում են գտնվում։ Մաթեմատիկոսները այս արձակման պատուհանները հաշվարկում են չափազանց մեծ ճշգրտությամբ։ Պատուհանը բաց թողնելը կարող է նշանակել ամիսների կամ նույնիսկ տարիների ուշացումներ։ Դա տիեզերական բալետ է, թվերով բեմադրված, որն ապահովում է, որ մեր տիեզերանավերն իրենց ճամփորդությունները սկսեն ամենալավ ճանապարհով։ Հետագծի պլանավորումը մաթեմատիկայի ամենատեսանելի կիրառություններից մեկն է տիեզերքի հետազոտման մեջ։ Սա նշանակում է հաշվարկել այն ճշգրիտ ուղին, որով տիեզերանավը կանցնի իր արձակման կետից մինչև վերջնական նպատակակետ։ Այս ուղին կարող է ձգվել միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր կիլոմետրեր, տիեզերքի թվացյալ դատարկության միջով։ Դա ուղիղ գիծ չէ։ Տիեզերանավերը հաճախ օգտագործում են մոլորակների զգողական ուժը իրենց ճանապարհին օգնելու համար։ Այս շարժումները նման են տիեզերական փարսատիկների, որոնք խնայում են վառելիքը և կրճատում ճամփորդության ժամանակը։ Այս բարդ ուղիները մանրամասն գծվում են, օգտագործելով ֆիզիկայի օրենքները և մաթեմատիկական առաջադեմ մեթոդներ, ապահովելով ճշգրիտ ժամանում։ Պատկերացրեք, փորձում եք մի փոքրիկ թղթե ինքնաթիռ նետել մի մեծ մարզադաշտի միջով։ Ձեր նպատակն է, որ այն վայրէջք կատարի մի որոշակի մետաղադրամի վրա, որը նույնպես շարժվում է։ Հիմա դա մեծացրեք։ Մարզադաշտը արեգակնային համակարգն է։ Թղթե ինքնաթիռը միլիոնավոր դոլարներ արժեցող տիեզերանավ է։ Շարժվող մետաղադրամը հեռավոր մոլորակ է կամ աստերոիդ։ Սա ձեզ մի փոքր պատկերացում է տալիս խնդրի բարդության մասին։ Մաթեմատիկոսները պետք է հաշվի առնեն արեգակի, երկրի, թիրախ մոլորակի և երբեմն այլ երկնային մարմինների զգողական ուժերը։ Նրանք պետք է հաշվարկեն ուղղության շտկումներ, չնախատեսված ազդեցություններին հակազդելու համար։ Դա ճշգրիտ կողմնորոշման զարմանալի սխրանք է։ Արբանյակների դիրքորոշումը մեկ այլ ոլորտ է, որտեղ մաթեմատիկան շարունակական, կենսական դեր է խաղում։ Հազարավոր արբանյակներ պտտվում են երկրի շուրջ։ Նրանք մեզ ապահովում են եղանակի տեսությամբ, կապի միջոցներով, հեռուստատեսային հեռարձակումներով և կարևորագույն կողմնորոշման ծառայություններով, ինչպիսին է գլոբալ դիրքորոշման համակարգը։ Որպեսզի այս արբանյակները ճիշտ աշխատեն, նրանց դիրքերը պետք է հայտնի լինեն անհավանական ճշգրտությամբ։ Մաթեմատիկան օգտագործվում է նրանց ուղեցրերը մոդելավորելու, նրանց ապագա դիրքերը կանխատեսելու և փոքրիկ շարժիչների գործարկումը կառավարելու համար, որոնք նրանց պահում են իրենց նախատեսված գործառնական տեղերում։ Առանց այս մշտական հաշվարկների, մեր ժամանակակից կապակցված աշխարհը արագ կկանգներ։ Ուղեցրային մեխանիկան ֆիզիկայի այն բաժինն է, որը նկարագրում է, թե ինչպես են մարմինները շարժվում զգողականության ազդեցության տակ։ Մտածեք Սր Իսահակ Նյուտոնի և նրա շարժման ու համաշխարհային զգողականության հայտնի օրենքների մասին։ Այս օրենքներն արտահայտվում են մաթեմատիկական հավասարումների միջոցով։ Այս հավասարումները մեզ թույլ են տալիս հասկանալ, թե ինչու են մոլորակները պտտվում աստղերի շուրջ էլիպսաձև ուղեցրերով։ Դրանք օգնում են մեզ հաշվարկել, թե ինչպես արբանյակը տեղադրել գեոստացիոնար ուղեցրում, որտեղ այն կարծես անշարժ կախված է, երկրի մի կետի վերևում։ Դրանք նույնիսկ օգնում են մեզ կանխատեսել գիսաստղերի և աստերոիդների ուղիները։ Ուղեցրային մեխանիկան մաքուր մաթեմատիկա է գործողության մեջ, որը ձևավորում է երկնային պարերի մեր ընկալումը։ Տիեզերական թռիչքի վերջնական հաջողությունը կամ ձախողումը հաճախ կախված է նրա մաթեմատիկական հաշվարկների ճշգրտությունից։ Շատ քիչ տեղ կա սխալվելու համար, երբ գործ ունենք տիեզերքի հսկայական հեռավորությունների և բարդ շարժումների հետ։
Հետագծի մի փոքրիկ սխալ հաշվարկը կարող է պատճառ դառնալ, որ տիեզերանավը հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր կիլոմետրերով վրիպի իր թիրախից։ Վարելիքի սպառման հաշվարկի սխալը կարող է զոնդին անօգնական թողնել։ Սխալ հրամանների հաջորդականությունը, որը բխում է թերի մաթեմատիկայից, կարող է արժեքավոր սարքը դարձնել անպետք։ Ճշգրտությունը պարզապես նպատակ չէ, այն բացարձակ անհրաժեշտություն է յուրաքանչյուր թռիչքի համար։ Հենց այս մանրակրկիտ հաշվարկների շնորհիվ է մարդկությունը հասել իր ամենամեծ հաղթանակներից մի քանիսին։ Մենք քայլեցինք Փուսնի վրա, որովհետև մաթեմատիկոսները ճշգրտորեն գծել էին Ապոլոն թռիչքների ուղին։ Մենք բարդ մարսագնացներ ենք իջեցրել Մարսի մակերեսին, դրանք ուղղորդելով դեպի ճշգրիտ վայրեջքներ, շնորհիվ աներևակայելի բարդ հաշվարկների, որոնք կառավարում են մուտքը, իջեցում ու վայրեջքը։ Voyager-ի նման զոնդերը հասել են մեր արեգակնային համակարգի հեռավոր սահմանները, անգին տվյալներ ուղարկելով Ուրանից, Նեպտունից և դրանցից այն կողմ գտնվող վայրերից, և այս ամենը մաթեմատիկայի անսասան տրամաբանության շնորհիվ։ Սրանք թվերի ուժի վկայություններն են։ Բացի մեզ այնտեղ հասնելուց, մաթեմատիկան հիմնարար է մեր տիեզերանավերի ուղարկած տվյալները մեկնաբանելու համար։ Երբ զոնդն ուսումնասիրում է հեռավոր մոլորակի մթնոլորտը, կամ աստղադիտակը որսում է հեռավոր գալակտիկայի լույսը, չմշակված տեղեկատվությունը հաճախ թվերի հոսք է։ Գիտնականներն օգտագործում են մաթեմատիկական գործիքներ, այս տվյալները մշակելու, աղմուկը զդելու և իմաստալից տեղեկատվություն ստանալու համար։ Սա նրանց թույլ է տալիս ստեղծել պատկերներ, հասկանալ քիմիական բաղադրությունը և բացահայտել նոր երկնային երևույթներ։ Մաթեմատիկան չմշակված տվյալները վերածում է տիեզերքի մասին խորը գիտելիքի, անընդհատ ընդլայնելով մեր ընկալման հորիզոնները։ Հետևաբար, մաթեմատիկան շատ ավելին է, քան պարզապես դասասենյակներում ու դասագրքերում սահմանափակված առարկա։ Այն գլխավոր բանալին է, որը բացում է տիեզերքը։ Այն մեզ թույլ է տալիս մեծ երազել, հետազոտել անհայտը և մարդկային գիտելիքի սահմաններն էլ ավելի առաջ տանել։ Քանի դեռ մենք շարունակում ենք ուղևորվել տիեզեր, փնտրելով մեր ծագման և տիեզերական ճակատագրի մասին հարցերի պատասխանները, մաթեմատիկան կմնա մեր ամենահաստատուն և հուսալի ուղեցույցը։ Մաթեմատիկական տիեզերական հաշվարկների կախարդանքը կշարունակի ուժ տալ դեպի աստղեր մեր ճամփորդությանը, բացահայտելով տիեզերքի գաղտնիքները մեկ առ մեկ հավասարումով։